Ամեն ինչ սկսվեց, երբ տեղեկացա, որ ադրբեջանցիները պետք է բացեն հստակ ժամանակացույցով Հակարիի կամուրջը եւ թույլ տան այդքան երկար բլոկադայից հետո, որ Արցախահայությունը լքի Արցախը։ Անմիջապես կապնվեցի Միացյալ Նահանգներում բնակվող ընկերներիս ու որոշեցինք, որ պետք է միջոցներ ձեռք առնենք, որպեսզի տեսնենք ինչով կարող ենք օգնել Արցախահայությանը։ Շատ ծանր օրեր էին եւ որոշեցի անձամբ մեկնարկերներիս հետ ու տեղում գնահատենք իրավիճակը ու կարողանանք հասկանալ, թե ինչով կարող ենք մարդկանց օգնել։ Շատ դժվար էր, բայց մենք գնացինք հենց այն առաջին դեռևս Կորնիձորում սպիտակ վրաններ էին արդեն խփել ու այդ վրանների մոտ մենք էլ էինք սպասում, տեսնենք ինչ պետքա տեղի ունենար ու ասեմ, որ հենց այդ ժամանակ հասկացանք, որ շատ անելիք կա ու որոշեցինք, որ գործուն քայլեր ձեռնարկենք։ Տեղահանության ժամանակ մի տեսակ խուճապ կար, մարդիկ վախենում էին կտրուկ քայլերից, Ադրբեջանի զինված ուժերի կամայականություններից էին հատկապես խուսափում նրանք, շատերը իրենց մեդալները, հատկապես զինվորականությունը կամ ժամկետային զինծառայողները, իրենց մեդալները, իրենց զինգրքույկը, իրենց պատերազմից մնացած, չգիտեմ, համազգեստները եւ այլն, կամ թողնում էին արդեն իսկ լքված տներում իրենց, կամ ինչ-որ միտեղ պահում էին, որպեսզի նրանք չընկալվեն որպես ռազմական, չգիտեմ, այդ միջոցառումների մասնակից, ռազմական գործողությունների մասնակից եւ շատ ծանր էր այդ առումով միակույսը կարծում եմ, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն էր, որոնք ամեն դեպքում վերահսկում էին իրավիճակը։ Մենք տեղում էինք Կորնիձորում, այնտեղ իրավիճակը գնահատելուց հետո հասկացանք, որ արցախցիներին բենզին է հարկավոր, պետք է վառելիք լիներ, որ կարողանային նրանց տեղաշարժը ապահովել։ Բենզինի պահեստի հայտնի պայթյունի պատճառով խնդիրն ավելի էր խորացել, այսինքն վառելիքի խնդիրը, վառելիքի սակավությունը Արցախում շատ մեծ խուճապ էր առաջացրել։ Դա գիտակցում էին նաև ռուս խաղաղապահների հրամանատարությունը եւ այդ ժամանակ արդեն այնտեղից մենք կապի մեջ էինք մեր տղաների հետ, Արցախահայության հետ, նրանցից էինք լսում տեղեկություններ վերցնում, որ այստեղ այս ու այն կողմից բենզին էին հայթայթում։ Կային նաև շատ մարդիկ, ովքեր շատ թանկ գներով վաճառում էին բենզինը։ Մի խոսքով կային նաև հենց նույն Արցախահայության մեջ էլ կային շատ մարդիկ, որ շատ վատ էին իրենց դրսևորում։ Այնուամենայնիվ վիճակը օրհասական էր եւ համայնքները ռուսական խաղաղապահների հրամանատարությունը ինչ որ առումով փորձում էին օգտակար լինել։ Սկսեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր ընկերների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպել, այսինքն լայվեր էինք անում Անուշի, Ինայի, Մանոյի հետ, նրանց տեղում ներկայացնում էինք, թե ինչ է կատարվում, ուղիղ եթերներ էինք անում եւ պատկերացրեք, որ դա շատ արդյունավետ էր ու կարողանում էինք բենզին գնել եւ բերել անմիջապես Կորնիձոր հասցնել։ Հետո իմացանք, որ մեզ հետ սինխրոն նաև Հակարիի կամուրջից մի քիչ վերևի հատվածում արդեն ռուսական խաղաղապահների զորամիավորումները այնտեղ նույնպես սկսել էին արցախցիներին բենզին տրամադրել եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նրանց տրամադրած, եթե չեմ սխալվում, յուրաքանչյուրին 5 լիտր բենզին էին տալիս, նրանք հասնում էին մեզ մոտ եւ մենք բնականաբար արդեն ոնց որ ասած ավելի բան էինք անում, էլի, ոնց որ ավելի շատ էլ մենք էինք աջակցում, սինխրոն իրար հետ այնպես էինք անում, որ քաղաքացին կամ ժողովուրդը կարողանային հասնել արդեն Գորիս, Գորիսից արդեն Եղեգնաձոր կամ Ղափան, այսպես ամեն ինչ այնպես էին կազմակերպել։ Հետագայում արդեն տարբեր աղբյուրներից տեղեկացա, որ ռուս խաղաղապահները 8 տոննա բենզին էին բաժանել Արցախահայությանը, իսկ 5 տոննա էլ
մենք ենք Կորնիձորում բաժանել մեր հայրենակիցներին։ Մարդիկ ցնցված էին գալիս այդ երկարատև բլոկադայից հետո մարդասիրական բոլոր քայլերը մեծ անդրադարձ էր ունենում նրանց մոտ, ավելի շատ շոկային վիճակ էր, բայց արցախցին, որը կորցրել էր իր տունն ու հայրենիքը եւ պատկերացեք ամեն ինչ էր կորցրել, այդ ժամանակահատվածում շնորհակալություն էր հայտնում բոլորին, ինքն էր շնորհակալություն հայտնում։ Մինչև օրս չեմ հասցրել նրանց ասել, որ մենք ենք շնորհակալ, որ դուք կաք։ Մենք ենք շնորհակալ, որ գոնե անվտանգ առանց կյանքին վտանգ սպառնալու դուք հասաք մեզ։ Եվ կարծում եմ դա անջնջելի հետ կթողնի մեր յուրաքանչյուրիս կյանքում, թե նրանց, թե մեր, որ այդ ամենը անցավ մեր աչքերով եւ կարողացանք իրոք կյանքեր փրկել։ Արցախում մեր հայրենակիցների վերջին օրերում իրավիճակն այնքան օրհասական էր, որ կարևորը այդ պահին մեր հայրենակիցների կյանքն էր։ Նրանց փրկությունը, որովհետև նրանք տեսել էին սով, տառապանք, պայթյուն, պատերազմ, մահեր ու մահեր, անընդհատ մահեր։ Պատկերացրեք, որ նաև ունեինք զոհվածներ, որոնց դիերը չգիտեին մարդիկ, հարազատները որտեղ պետք է թաղեն։ Առանց որևէ պայմանավորվածության լուր գործում էին յուրաքանչյուր կառույց, յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ստորաբաժանում, յուրաքանչյուր ճյուղ, յուրաքանչյուր ուժային կառույց, յուրաքանչյուր սոցիալական կառույց, յուրաքանչյուր բժշկական կառույց, մեր ամերիկահայ ընկերների ջանքերը, ռուսական խաղաղապահների այդ օգնությունն ու հայկական կողմում համապատասխան միջոցառումները, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործուն քայլերը ուղղակի փրկեցին տասնյակ հազարավոր կյանքեր։ Կցանկանամ, որպեսզի աշխարհի որևէ երկրում, որևէ երկրամասում, որևէ հատվածում ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ չլքի իր հայրենիքը, չկորցնի իր հայրենիքը, չդառնա պանդուխտ։ Հուսամ այս փորձությունները մեր ազգի համար կլինեն վերջինը, բայց մենք նաև հուսամ, որ կտեսնենք Արցախը մեր աչքերով։